ժամանակը պիտի կրկես իզուր տեղով հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում, առաջին հայացքով որդի ասում։ Սարան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորուն է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։ Բարույս էլի բարեկամներ կրկին միասին են եւ դա տիրոջ շնորհքն է այս առավոտ հավաքվել ենք տիրոջ խոսքի շուրջը նորից եւ մեզ միացել է Հովանես Կիրակոսյան եղբայրը Մարսելից, որին շատ սիրում ճանաչում ենք, շատ մտերիմ մի հրաշալի աստծոմարդ, որը միշտ պատրաստական է միանալու մեզ եւ օրհնություն դառնալու մեզ համար Տերով։ Հովանես եղբայր, բարի լույս, շատ շնորհակալ ենք, որ միացաք մեզ։ Շատ ուրախ եմ ես եղբայրս, որ միացանք նորից Տերոջ խոսքի շուրջ։ Իհարկե մեզ համար ուրախություն եւ ամեն բան է, երբ որ մենք Տերոջը ներկայության մեջ ենք։ Ամեն։ Ամեն, փառք Տիրոջը։ Հովանես եղբայր, այսօրվա թեման շատ հարազատ թեմա է եւ Քրիստոսի գիտության հոտը այդպես է վերնագիրը իրոք իր մեջ ինչ որ sense գեղեցիկ բան է պարունակում, ինչ որ անուշ կարելի ասել հոտ, որի մասին ուրիշ համաներ էլ կան,
այն երկնային, այսպես ասած, հոգևոր իմաստ ունի իր մեջ, ինչ կասեք նախաբան այս թեմայի շուրջ։ Նախաբան որպես կասեմ, որ երբ Պողոս Առաքյալին ավելի լավ հասկանալու համար, երբ որ կարդում ենք այս երկրորդ գլուխը, տեսնում ենք, որ ինքը իր սրտի տագնապներն է հայտնում, նաև ուրախությունն է հայտնում այն հավատացյալների համար, որ տեսնում է Տերոջմով հիմնված են եւ այսպիսով ճամփորդություն է անում, գնում է իրենց տեսնելու, դու գիտեք Պողոսի համար երբեմն դժվար էր, քանի որ ինքը շատ հաճախ բանտերում էր լինում, դժվար էր անձամբ ներկա լինել եւ ինքը միշտ գրում է, որ ես չեմ կարողանում ձեր երեսը տեսնել, բայց հոգով ձեզ հետ եմ եւ այլն, կապված ես, այսինքն ինքը բանտում նամակներ էր գրում եւ այլն։ Ուրեմն այս անգամ ինքը ճամփորդում է եւ գնում է Տրովադա, որտեղ ասում է դուռը բաց է։ Աստված դուռը բացել է, այսինքն կան հավատացյալներ, որոնք իրեն սպասում են եւ այլն, բայց մի դեպք է պատահում, տեսնում է, որ Տիտոսը այնտեղ չէ։ Երբ որ Տիտոսը այնտեղ չէ, ինքը տխրում է անգամ եւ գնում է Մակեդոնիա, որը այդ ճանապարհը շարունակելով Մակեդոնիա է հասնում։ Ուրեմն հավանաբար Տիտոսը լուր մի բան պետք է կարևոր բան հայտներ իրեն կամ Կորինթոսի եկեղեցու մասին կամ ինչևէ կարևոր մի պատճառ կար, որ երբ որ նրան չտեսավ, չհանդիպեցին, ինքը գնաց Մակեդոնիա, այնտեղ է, հավանաբար այնտեղ իրան հանդիպելու համար, եւ չնայած այս ամեն ինչին, ինքը մեկ էլ տեսար այս խոսքերն է ասում, այս որ ես ընտրել եմ։ Եվ այս մասին է, որ հետաքրքիր է, ես նախաբան որպես ես այս ուզեցա պատմել այս գլխի բովանդակությունը, որ մեզ համար ավելի բան լինի։ Եվ զարմանալին այն է, որ թեև դուռը բաց էր, թեև ամեն ինչ պատրաստ էր այնտեղ եւ այլն, բայց կարևոր մի բան իրեն այնտեղից ուրեմն շեղում է եւ տանում է ուրիշ տեղ։ Սա համոզվում ենք, որ ինքը իսկապես Սուրբ Հոգով առաջնորդվող մեկն է եւ զարմանալի է, այստեղ անգամ ասում է ներելու վերաբերյալ է խոսում, որ իրար ներելու եւ այլն, եւ ասում է մենք որ սատանան զրկանք չանի մեզ, որ նրա խորհուրդներին անտեղյակ չենք։ Մենք լավ գիտենք, թե նրա գործունեությունները ինչի համար են, ով է ինչ է, եւ ասում է, երբ որ հասա Տրովադա, Քրիստոսի ավետարանի համար եւ դուրն ինձ համար բաց էր Տերովը, իմ հոգու մեջ հանգստություն չունեի, որ իմ Տիտոս եղբորն այնտեղ չգտա։ Հա։ Այլ նրանցից հրաժարվելով գնացի Մակեդոնիա։ Շատ զարմանալի է այս ամեն ինչը եւ ասում է սատանայի խորհուրդներին անտեղյակ չենք, ուրեմն նա հոգով զգում էր, թե ինչ որ մի բան այն չի։ Թվում է թե ամեն ինչ պատրաստ է, այստեղ պետք է գնամ, այստեղ եւ բայց ոչ, ինքը առաջնորդություն ունի, ինքը ներքից ներքուստ անհանգստություն է զգում եւ փոխում է։ Զարմանալի եւ սա այսքանից հետո մեկ էլ սկսում է այս տեքստը, որը մեր հիմնական տեքստը պիտի լինի, դրա մասին արդեն խոսենք։ Քրիստոսում իր գիտության հոտը մեզանով հայտնում է։ Մի հարց էլ Հովանես եղբայր, շատ տարօրինակ, այսպես ասած, արտահայտություն ասա այն իմաստով, որ մենք օրինակ ֆիզիկական իրականության մեջ երբեք այս կարելի ասել այս արտահայտությունը չենք անում գիտության հոտ, օրինակ գիտության բարձրագույն գիտություն կարելի է լուսավորված միտք դալ, բայց հոտը ինչ կապ ունի գիտության հետ, այստեղ մի տեսակ
շատ հետաքրքիր ինքը բարակապակցությունը եւ շարունակությունն էլ կարծես թե Քրիստոսի անուշ հոտն են երկու անգամ կրկնում է դա շատ հետաքրքիր է լինելու եւ վստահ որ օրհնվելու ենք սա շատ կարեւոր բան է ես հուսամ որովհետեւ ես ինքս օրհնվեցի հետեւաբար չկա պատճառ որ օրհնությունը չհաղորդվի ամեն դեպքում այստեղ գնոս բառն է գործածված հունարենով, որը միևնույն ժամանակ նշանակում է նաև ճանաչություն, իմացություն։ Այսինքն գիտություն այն առումով չի, ոնց որ մենք ասենք անվանում ենք ինչ-որ մի բան անվանում ենք գիտություն, ըստ որում ըստ սահմանման գիտության, գիտություն կոչում ենք այն երևույթին, որքան էլ կրկնես նույն հետևանքը կունենաս։ Ուրեմն այսինքն օրինակ եթե մի բան վերևից ներքև ես գցում ինքը ընկնում է ցած վերև չի գնում ուրեմն որքան էլ կրկնես փորձնականորեն ապացուցես որ դա այդպես է դա կդառնա գիտություն Շատ լավ մի երգ եմ պատրաստել ձեր հեղինակային երգերից է Հովհաննես եղբայր եւ վերնագիրը այսպես է որ դու կաս իմ տեր լսենք այս երգը որից հետո կմիանանք արդեն բուն թեմային կանրադառնանք Կուզեմ երկել այն մասին, թե ինչպես ապրում
Իրոք շատ հրաշալի երգ է եւ բառերը շատ բովանդակալից եւ միտքը շատ գեղեցիկ որքան էլ տարապած եմ, որքան էլ հոգնած եմ, բեռնավորված եմ, միայն այն միտքը, որ ես ունեմ եւ գալիս այն խորհրդի մեջ, որ միայն այդ խորհուրդը դա ինձ բավարար է, որ դու կաս իմ Տեր եւ դա ինձ շատ մխիթարում է։ Շնորհակալ ենք Հովհաննես եղբայր այս երգի համար, Տեր օրհնի քեզ շատ։ Միջև բուն թեման սկսես, ես կխնդրեմ մեր քույր եղբայրներին, որ անպայման կիսվեն այս եթերը, ինչու եմ ես սա խնդրում, ինչու եմ ուզում անպայման որ անեք դա, որովհետև Facebook-ը ունի արհեստական բանականություն, որը շատ դեպքերում սահմանափակում է այս եթերը եւ թույլ չի տալիս նրանք, ովքեր գրանցված են Facebook-ի մեջ, դիտեն, ուղղակի չի գնում իրանց այս սիգնալը, որ նրանք տեսնեն, որ եթերը սկսված է, անգամ փնտրում են չեն կարողանում գտնել։ Դրա համար եմ խնդրում, որ անպայման կիսվեք, հենց ուղիղ եթերի ժամանակ կիսվեք, հենց հիմա կիսվեք այս եթերը, որպեսզի Facebook-ը ավելի լայն հնարավորություն տա լսողներին։ Հովհաննես եղբայր, շնորհակալ եմ, որ միացաք եւ սիրով լսում ենք ձեզ։ Ես եմ շնորհակալ Աբրահամ եղբայր, մանավանդ չեմ ուզում մոռանալ իմ երախտիկս հայտնել իմ սիրելի Քրիստոսով եղբայր Ներսես Բալաբանյանին, որի միջոցով այս երգը եւ մյուս երգերը իհարկե դարձան իրականություն եւ հայտնի։ Կրկին անգամ ուրեմն չեմ ուզում որ չհիշել նրան։ Շատ շնորհակալ եմ իրեն։ Ուրեմն իմ թեման արդեն որպես նախաբան ասացի, որ հասկանանք Պողոս Առաքյալի իրավիճակը եւ հանկարծ հետեւյալն է ասում։ Կարդանք 14 համարից։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ ամեն ժամանակ մեզ հաղթող է անում Քրիստոսումը եւ իր գիտության հոտը կամ ճանաչության, ինչպես ասացի, մեզանով հայտնվում է ամեն տեղ։ Որովհետև մենք Քրիստոսի անուշ հոտն ենք Աստծո առաջին, փրկվածների մեջ եւ կորածների մեջ։ Ոմանց համար մահվան հոտ դեպի մահ, եւ ոմանց համար կյանքի հոտ դեպի կյանք։ Եվ այս բաների համար ով բավական կլինի, այսինքն ով կարող է այս բանը իրականացնել։ Որովհետև շատերին պես չենք, որ Աստծո խոսքը խարդախում են, այլ ինչպես պարզությունից կամ անկեղծությունից իրական բառը, ինչպես Աստվածանից Աստծո առաջին խոսում ենք Քրիստոսում։ Ուրեմն ես երբ կարդացի դա շատ զարմանալի այսպես շրջադարձ է տեղի ունենում տեքստի մեջ, ընդհանուր կոնտեքստի մեջ, որովհետև եթե կարդաք մի քիչ վերը կարդացի արդեն, նա այս գործին է լծված, այսինքն եւ ասում է, որ Քրիստոս շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ ամեն ժամանակ հաղթող է անում Քրիստոսում, անշուշտ, միշտ Քրիստոսում, Քրիստոսով, նա ուրիշ բառաբոչ չունի, խոսքի ձև չունի, նա ամեն ինչ տեսնում է Քրիստոսով։ Երբեք չեք տեսնի, որ նա իր եսի վրա հույս տնի, որ մենք եւ այլն այդպիսի բան չկա։ Ինչ որ մենք դրա մասին էլ մի քիչ խոսենք, բայց այստեղ մի ուրիշ պատմական հետաքրքիր մի բան կա, որ ես կարդացի, քննեցի եւ գտա, որ այս ձևը, այս անուշահոտությունը, որ հաղթական շքերթ ոնց որ բերում է, դա հռոմեական գործելակերպն էր, երբ որ նա գնում էր եւ իր թշնամիներին հաղթում էր, ուրեմն գեներալը առաջից գնում էր, ձիերով իհարկե գալիս էին, զինվորները
իրենց հակուսներով եւ այլն, նրանք խնկարկում էին այդ իրենց մուտքը դեպի Հռոմ եւ գալիս էին կեսարի արչեւ հաղթանակը տոնելու շքերթով։ Բայց այդտեղ կար հետարքիր մի բան, որ վերջում պարտված գերիների խումբն էին հետները բերում։ Ուրեմն զարմանալին այն էր եւ այն ժամանակվանից հայտնի է եղել, որ այդ խնկարկման հոտը ոմանց համար հաղթական եւ կյանքի բնույթ ուներ, բայց ոմանց համար էլ մահվան բնույթ ուներ, այսինքն այդ նույն հոտը, որը ասենք կեսարի արչեւ անուշահոտություն էր, բայց կեսարի արչեւ անուշահոտություն էր նաեւ գերիների բռնելը նրանց, այսինքն մահը։ Սա հետաքրքիր պատմական բան է, որին զուգահեռ Պողոս առաքյալը այս օրինակը բերում է։ Իհարկե մենք Աստծո ներշնչված խոսքը տարբեր խորություններ, շերտեր ունի եւ մենք փորձենք մի քիչ այդ մասին զրուցել իրար հետ։ Ուրեմն արդեն տեսանք, որ այստեղ երկու հիմնական մասերի է բաժանվում այդ հոտը, որը Աստծո արչեւ է, ոմանց համար դա ուրեմն կյանքի հոտ է, ոմանց համար մահվան հոտ։ Եվ այս բնույթը շեշտված բնույթը մենք Աստծո խոսքի մեջ շատ հաճախ ենք հանդիպում օրինակի համար ասելով որ մեր ավետարանը ծածկված է, եթե ծածկված է կորածների մեջ է ծածկված։ Այո։ Կամ էլ ասում է խաչի խոսքը կորածների համար հիմարություն է, բայց մեզ համար փրկվածներից Աստծո զորություն։ Ուրեմն այս շատ զարմանալի է Պողոս առաքյալի այս դիրքորոշումը, որը մեզ ինչ որ բան է հուշում, որ Աստծո խոսքը այո ունի շատ խորություն, բայց միևնույն ժամանակ նա ներկայացվում է պարզ ձևով, մահվան հոտ եւ կյանքի հոտ եւ վերջ։ Այսինքն մենք չփորձենք մարդկային ինչ-որ փիլիսոփայությամբ, գիտությամբ, չգիտեմ ինչ, մարդկային իմաստություններով բարդացնել կամ դարձնել եսիմ ինչ։ Հստակ է եւ այսպես մենք ընդունում ենք։ Եվ հետո կտեսնենք, թե առաքյալը ինչու է վերջացնում այս հատվածը այդ խոսքերով, որ ասում է ոմանք խարդախում են։ Ուրեմն, բայց նախքան դա ես ուզում եմ զուգահեռ նաև կարդանք Եբրայեցիս ուրեմն 5-րդ գլխի առաջի եւ երկրորդ համարները ասում է արդ նմանող եղեք Աստծուն ինչպես սիրելի որդիներ եւ սիրով գնացեք ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց եւ իր անձը մեզ համար մատնեց պատարակ եւ զո Աստծո անուշ հոտ լինելու Քրիստոս իր անձը մատնեց որովհետեւ Աստծո սերը այդպիսին է նախ մահ է իր սեփական եսի մահն է Աստծո սերը եւ դա անուշահոտ պատարակ է զոհ է Աստծո արչեւ հետաքրքիր զուգահեռ է որը մենք պետք է հաշվի առնենք մեր կարդացածի մեջ ասվում էր որ դուք եք նաեւ զոհ բայց զոհենք նույն Քրիստոսով որովհետև մենք Քրիստոսի անուշ հոտն ենք Աստծո առաջին տեսնում ես ինքը իր սերը արտահայտեց այդ անուշահոտությունը տալով անձի զոհով բանից պարզվում է որ այդ անուշահոտությունը մենք ենք Քրիստոսի անուշ հոտն ենք Աստծո առաջին գումեք ինչ է դարքիր է կապվածությունը բայց փրկվածների մեջ եւ կորածների մեջ ուրեմն
այստեղ ես երբ որ պատրաստվում էի իմ առջև բավական ճյուղավորումներ մեջտեղ եկան ու ես մտածում էի Տեր Աստված ինչ անեմ ես հիմա այսինքն որ կողմ գնանք եւ թողեցի Աստծո հոգուն ինչպես որ կստացվի որովհետեւ առաջնորդվում ենք իրենով եւ այսպիսով փորձում եմ ուրեմն իմ մեջ նույնպես ծանրացած մի հարցի մասին խոսել, որպեսզի հետո կարողանանք տեսնել կապը այս հատվածի վերջավորության հետ, որ ինչով որ ինքը հավատում է այս միտքը։ Ուրեմն քանի անգամ իմ հաղորդումների մեջ այստեղ ես շեշտել եմ, որ վերստին ծնված Աստծո որդին մեր եսը չի։ Եվ օրինակով ես ասում եմ, որ Հովանեսը, որին հիմա դուք տեսնում եք, Հովանեսը այն անձն է, այն եսն է, որը բնակվում է այս մարմնի մեջ, ունի այս տեսքը եւ այլն, բայց Հովանեսը տեսք չի միայն, Հովանեսը այն անձն է, որ բնակված է այս մարմնի մեջ, բայց այդ Հովանեսը չի Աստծո որդին, այդ Հովանեսը ես հաճախ ասել եմ իմ հոր անունը Ավետիս է եւ Ավետիքի որդին է, այսինքն մարմնից ծնված մարմին, ինքն էլ իր հերթին, իր հայրն էլ իր հերթին եւ այլն, ուրեմն ուզում եմ շեշտել, որ մարմնից ծնվածը մարմին է, սա մի ուրիշ մաս է, կողմ է, հոգուց ծնվածը հոգի է, հիմնական խնդիր է սա, որը անպայմանորեն պետք է գիտակից լինենք սրան, ունենանք Աստծո խոսքի մեջի հայտնություն այս մասին, որովհետև եթե այս երկուսը չտարազատենք, մեջտեղ է գալիս շփոթություն, չենք կարողանում հասկանալ որոշ մտքեր, քարոզներ, ուղերձներ, երգեր, չգիտեմ, որոնք միևնույն ժամանակ պահանջում են, որ այդ եսը ուրացվի, մեռնի, խաչվի, բայց միևնույն ժամանակ ուզում են այդ եսը ողջ լինի, որպես ինչ որ բաներ անի, կամ չանի։ Ուրեմն այս կոնֆլիկտը նկատելի է, այդ պատճառով ես ցանկանում եմ շատ պարզության մեջ ասել, որ նույնը չեն վերստին ծնված Աստծո որդին, մարմնից ծնված մարմին եղող Հովանեսը չի։ Մարմնից ծնված մարմին Հովանեսը իր եսով մեղքի օրենքի գերի մեկն է, որին բարելավել անկարելի է, որքան ուզում ես բարելավի, որովհետև բարելավելու սկզբունքը մահվան սկզբունք է, այսինքն բարիի չարի գիտության ծառից բխող սկզբունք է, նա չի բարելավվում, որովհետև այդ սկզբունքի մեջ որքան բարելավում ես դեպի բարին, այնքան էլ չարն է բարելավվում, որտև նրանք պայմանավորված են մեկը մյուսով, երկբևեռ է, խոսքը սրա մասին չի, այս բնույթը մահվան բնույթ է և նա պետք է մեռնի, Քրիստոսի հետ պիտի խաչվի,
անձը պիտի ուրացվի։ Եթե մեկը ուզենա այդ անձը պահել կկորցնի։ Բայց եթե մեկը այդ անձը կորցնի Քրիստոսի համար, այսինքն նրանով փոխարինվելու, ոչ թե նրան փոխելու, այլ փոխարինելու, որտեղ նրան չի փոխվում, նա հնարավոր չի, նա պիտի մեռնի։ Ես մաքսիմում ուզում եմ առավելագույնը բարձ ձևով արտահայտել։ Ոմանց համար միգուցե բարդ թվա այդ հարցը, եւ այդ հարցը խառնաշփոթ է առաջ բերում։ Հստակ պետք է զատել, հստակ, ինչպես Աստծո խոսքը երկսայրի սուրի պես բաժանում է մարդու ոգին հոգուց, շունչը հոգուց կամ այսպես, այնպես էլ սա պետք է զատվի, որ ճիշտ հասկացվի մնացած բոլոր Աստծո խոսքի մեջ եղող ուսմունքը կամ ճանաչություն, գիտությունը։ Ուրեմն նայեք, Հռոմայեցիս 7-րդ գլուխը գլուխ գործոցն է այս հարցի բարձաբանման։ Այսինքն ցույց է տալիս դրա իրական լինելը։ Ինչն է, նա ասում է, ուրեմն նայեք, Հռոմայեցիս ուրեմն 7:23 կարդամ ամբողջ գլուխը կարող եք կարդալ դուք իհարկե ուրեմն ասում է բայց տեսնում եմ ուրիշ օրենք իմ անդամներումը ինձ գերի է բռնում այն մեղքի օրենքովը որ իմ անդամներում է ինչ խղճալի մարդ եմ ես ինձ գերի է բռնում ով է ում գերի բռնում հարցը մեղքի օրենքը որ իմ անդամներում է այսինքն մի օրենք կա որը այս մարմնականի հետ է կապված եւ նրանից է բխում այդ մարմնականի գործերը կամ մարմնի գործերը նա կոչվում է մեղքի օրենք այսինքն մի օրենք է որից բրծում չկա որտեվ գերություն է մեջտեղ բերում սա մեր եսի մեր անձի վիճակն է մարմնից ծնված մարմին այս վիճակը ոչ բարելավվում է ոչ նորոգվում է ոչ էլ փոխվում է սրա տեղը ուրացումն է մահն է խաչն է հստակ է սա հիմա իսկ ով է Աստծո որդին Աստծո որդին վերստին ծնված այն աստվածային գենն է որը մեր մեջ է դա Հովանեսը չի Աստված տեսնում է այդ գենը եւ նրանց ասում է սրանք իմն են եւ սա հիմքն է Աստծո հաստատ հիմք կանգնած եւ կնիք ունի վրան որ Աստված ճանաչում է նրանց որ իրն են եւ այս ձևով ինքը մոտենում է եւ այս իր գենը իր որդուն ազատում է մեղքի օրենքից գերությունից ինքը եկավ որ ազատի նրան մեղքի գերությունից եւ ազատում է այս գերությունից ումն է ազատում այն գենը որը մեր մեջ է որպես Աստծո որդի որտեղ նա ճանաչում է իրեններին դեռ չծնված դեռ բարի ու չար չգործած ինչպես ասում է թե հին ուխտի մեջ թե սիրեցի Հակոբին ատեցի Եսավին հստում եք ինքը ճանաչում է ոչ միայն իրեններին ճանաչում է նաև նրանց որ իրենը չեն ուրեմն կան որ իրենը չեն կան որոնց համար իր հոտը մահվան հոտ է կորսվածներ են մենք չենք ճանաչում մենք չգիտենք մենք սրտեր քննող չենք
այդ պատճառով մեզ համար բոլորը նույնն են, մեղավոր են, Աստծո փառքից պակսած եւ բոլորը կարիք ունեն մեղքի գերությունից ազատվելու, որի համար Հիսուս եկավ եւ արեց այդ գործը։ Բայց իր համար հստակ է, թե ովքեր են իրենները, այսինքն փրկվածները, ովքեր են ոչ։ Ամեն։ Սա պարզ մի ճշմարտություն է, որ ուզում եմ ես հաղորդել։ Եվ երկար չեմ ուզում այս մասին խոսել, շատ ենք խոսել, եթե անհրաժեշտ լինի, կարող ենք առանձին այս թեման շոշափել, բայց ես այս ուզում էի ուրեմն հստակեցնել, որովհետև եւ գիտեք ինչ, այս գերությունից ազատվելը ինքը ասում է, որ գերի առավ կամ գերի բռնեց գերությունը։ Հիշում եք այս խոսքը, Եփեսացիս 4 գլուխ 8-ի մեջ է ասում, որ նա եկավ, վեր բարձրացավ եւ նա եւ որ իջավ եւ վեր բարձրացավ, գերի բռնեց գերությունը։ Այսինքն այդ հաղթության մեջ, հաղթական շքերթի մեջ կան գերիներ։ Բայց այդ գերությունն է ինքը գերի բռնել, գերությունը, այսինքն այն մեղքի իշխանությունը, որը բանեցվում էր Աստծո որդու վրա նրան պահելու գերության մեջ։ Այդ իշխանությունը ոչինչի ենթարկեց, այդ իշխանությունը գերի բռնեց, դառավ գերի, եւ այդ հաղթական շքերթի մեջ ոչ միայն հենց ինքը սատանան եւ իրենները գերի են, եւ այդ անուշահոտությունը նրանց համար մահվան հոտ է, հապա նաև մեր մեջի գերությունից ազատվելու այդ գերին է, որ մահվան համար է, նա պետք է մեռնի, այդ եսն է, սիրելի եղբայրներ քույրեր, ուշադիր եղեք, մեր սեփական էգոն, որը ուզենք չուզենք ունենք, մենք ծնվում ենք այդպես, ընդհակառակ մենք զարգացնում ենք դա, դրանով ենք ապրում, երեխային այդպես սովորացնում ենք, որ իր ինքնությունը ունենա եւ այլն, բայց երբ որ պահը գալիս է, որ աստվածային ճշմարտությունը լույսը դիպչում է իր գենին, այնտեղ բարձվում է մի ուրիշ բան, մի վկայություն է դուրս գալիս, որ բանից բարձվում է ես Աստծո որդի եմ։ Այդ եսը, այն եսը չի, որը մեղքի գերի է եւ պետք է մեռնի։ Այդ եսը Աստծո եսն է, քանի որ իր որդին է։ Իր որդին է։ Մենք երբ որ որդի ենք ունենում, այդ որդին ունենում է իր սեփական եսը։ Մենք չենք կարող ասել, որ օրինակ ես հայր եմ, իմ եսը, իմ որդու եսն է։ Ոչ, գիտեք ինչու, որովհետև մեղքի բնույթի մեջ ենք։ Ամեն մեկը իր եսը ունի։ Սակայն Աստծո համար այդպես չի, Աստված մեկ ես ունի եւ իր որդիներն էլ այդ նույն եսն ունեն։ Նույն կամքը, այո, մեկ լինելու գաղափարը, այո։ Նույն միտքը, ուրիշ միտք չունեն։ Սա է Աստծո որդին եւ մենք դա տեսնում ենք մեր մոդելը եղող Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որ Աստված մարմնացավ, որ տեսնենք, թե որն է Աստծո որդին։ Աստծո որդին հոգի է, որովհետև հոգուց ծնված հոգի է, եւ այդ հոգին, որ մեր մեջ արթնացնում է կամ կոմայից հանում է, ասենց ասեմ, այդ գենը աստվածային, որ Աստծո որդի է, նա սկսում է ապրել եւ նրա կյանքը հավիտենական է, ոչ թե նա հիմի սկսեց հավիտենական դառնալ, այլ արդեն հավիտենական էր, որովհետեւ Աստված իր մասն է, Աստծո որդի է, նա էլ ոչ սկիզբ է ունեցել, ոչ վերջ, սա շատ կարևոր է իմանալ, եւ բնականաբար, որպես որդի, նաեւ ժառանգորդ այդ հավիտենականության։ Հիմա, երբ մենք սկսում ենք քարոզել,
որևէ բան կամ կարդալ սուրբ գրքից ինչ որ մի բան, որ ասվում է, որ գնացեք, դուք այսպես եղեք, այնպես արեք եւ այլ եւ այլ եւ այլն, մենք պետք է զանազանենք, թե դա ում մասին է խոսում։ Խոսվում է Աստծո որդու բնույթին, որպես հոգի, որ եկել է մեր էությանը փոխարինելու, թե խոսքը գնում է մեր մեղավոր եսի մասին, որ պիտի մեռնի։ Որ հակասություններ չստեղծվի, այնպես չլինի, որ մենք կարոզենք, որ եսը պետք է մեռնի, անձը պետք է ուրացվի, ես խաչված եմ Քրիստոսի հետ, ես այլևս ես չեմ, ես մեռա։ Հետո էլ կարոզում ենք, որ չէ, դու գիտես ինչ, դու պարտավոր ես այս անելու, այն անելու, այն անելու, այս չանելու, այն չանելու։ Մարդը չի հասկանում, բա ոնց պիտի լինի։ Հիմա կամ պիտի նա մեռնի, կամ չմեռնի։ Տեսնում եք, մի օրինակ բերեմ։ Շատ հուսախաբություններ հենց այս հողի վրա են ծնվում։ Իհարկե, դրա համար ես ուրախանում եմ լսելով շատ քարոզներ, ճշմարտության խոսքերը խոսվում են եւ այլն, բայց տեսնում եմ վրիպումներ այս հիմնական հիմքը անտեսելու պատճառով։ Եվ ցավ եմ ապրում, որովհետեւ ափսոս է, որ ճշմարտությունը կեղծ նոտաներ ունենա իր մեջ։ Ֆալշ հաճում։ Այսինքն դու լսում ես այդ երաժշտությունը, մեկը տեսնում ես այնտեղ մի հատ ինչ-որ անկապ նոտա է։ Հիմա այդ նոտան չենք քննարկում, թե ինչ պատճառով է, միգուցե ջութակն է, թե փողային գործիք է, թե հարվածային ռիթմն է խախտվում, թե ինչ է, ամեն դեպքում ինչ ասես կարող է լինի, կարող է լավ չի լարված մյուսների հետ ներդաշնակ չի, կամ ասենք այդ պահին մատը ծուր դրեց, ինչևէ, ամեն ինչ կպատահի, դա չի կարևորը, կարևորը նա է, որ դա գոյություն ունի եւ պետք է հաշվի առնել, գոյություն ունի եւ Սուրբ Հոգու գործը կիսապռատ չի լինում, նա չի կարող գերբնական կենաց ծառի բնույթ ունեցող հավիտենական բացարձակ բնույթ է, նա չի կարող հանդուրժել կեղծ նոտաներ, չկա հանդուրժել, նա եկել է կյանքը տվել է, որ բուժի, մաքրի այդ կեղծ նոտաները, ոչ թե հանդուրժի, այնպես չէ, ուրեմն, նայեք, ես մի օրինակ բերեմ, տեսեք, պարզ օրինակ, ես այսքանը ասում եմ, հետո կտեսնեք, թե ինչի համար էր այս ամեն ինչը, որտեղ ես ասացի, ես այսպես եմ առաջնորդվում, ես խնդրել եմ Աստծո, որտեղ իմ համար տարբեր ուղղություններով կարող էինք մոտենալ այս հարցին։ Ես ուզում եմ կարդալ Ղուկասու ավետարանի մեզ հայտնի ուրեմն 14 գլխի մեջ 25 համարից։ Դուք այս պատմությունը լավ գիտեք։ Ասում է, եւ շատ ժողովուրդներ գնում էին նրա հետ եւ դարձավ նրանց ասեց. Եթե մեկը ինձ մոտ գա եւ չատե իր հորը եւ իր մորը, եւ քույրերին եւ հենց իր անձն էր իր եսը ատե նա չի կարող իմ աշակերտը լինել պարզություն է թե չէ սա պարզ է թե բարդ է պարզ է հիմա կտեսնենք առաքյալը այն հիմնական տեքստի վերջում ինչու է ասում որ մենք Աստծո պարզությունով ենք մոտենում։ Պարզ է։ Եվ ով որ իր խաչը վեր չառնե եւ իմ ետևից գա, նա չի կարող աշակերտ լինել։ Խաչը առնել նշանակում է եսի մահը կրել։ Հետո հիմա զարմանալի օրինակ է բերում։ Ուշադիր եղեք։ Զարմանալի, թե ինչ կապ ունի սա իր նախորդ կամ հետո ասացի հետ, տեսեք, որովհետև ձեզանից ով է որ կամենա աշտարակ շինել,
եւ առաջ չնստի եւ ծախսը հաշվե թե ավարտելու համար բավական բան ունի, որ միգուցե երբ որ հիմքը դնե եւ չկարողանա ավարտել, ամեն տեսնողները սկսեն ծաղր անել նրան եւ ասել թե այս մարդը սկսեց շինել եւ չկարողացավ ավարտել։ Հիմա եթե նախորդ խոսքերը եւ հետո եղող խոսքերը հաշվի չառնենք, մենք կասենք այստեղ, որ այո, ես Հովհաննես պետք է, եթե մի բան եմ ուզում շինել, պետք է ավարտելու համար, ուրեմն ես պիտի նստեմ, հաշիվ անեմ, ծախսը հաշվեմ, ավարտելու համար ծանր ու կշիռ անեմ, թե կարող եմ անել, թե չէ։ Որ միգուցե, երբ որ հիմքը դնեմ, չկարողանամ հետո ավարտել։ Ուրեմն թվում է, թե այս խոսքը ուղղվում է Հովհաննեսին, իմ եսին։ Եվ բնականաբար նա, ով որ չգիտի այս տարբերությունը, Աստծո որդու եւ սեփական եսի, որը մեկը պիտի մեռնի, մեկը ապրի, մեկը մահկանացու է, մյուսը անմահկանացու, մեկը ապականյան է, մյուսը անապականացու, վերստին ծնվածը մեղք չունի։ Բայց Հովհաննեսը, եթե ասի մեղք չունի, ստախոս է։ Տեսնում եք, հիմա ինչ կոչ է այստեղ, որ իմ եսը վեկանա ինչ-որ բան հաշվարկի, բան սինի և ասի ես լավ հաշվարկեմ, որ միջև վերջ սարքեմ, բայց իրականում սա չի բոլորովին ասածը։ Բոլորովին։ Տեսեք ինչ է ասում։ Հետո նույն նմանատիպ օրինակ է բերում կամ որ թագավորն է, որ գնա ուրիշ թագավորների հետ պատերազմանելու, միթե չի նստի առաջ խորհուրդ տանի, թե 10,000-ով կարող եմ դեմ կենալ նրան, որ 20,000-ով գալիս է իր վրա, ապա թե ոչ քանի որ նա հեռու է, պատգամավոր կուղարկե եւ կաղաչե, որ խաղաղություն անե։ Հիմա տեսեք, նորից վերադառնում ենք հիմնական իմաստին այս ամեն ինչի։ Արդ այնպես էլ ձեզանից ամեն մեկը, որ իր բոլոր ինչքիցը չհրաժարվի, անգամ իր սեփական անձը ատելով, չի կարող ինձ աշակերտ լինել։ Այ քեզ բան։ Հիմա ես ինքս ինձնից պիտի հրաժարվեմ, իմ իմաստությունից, իմ հաշվարկներից, իմ հետ, որ ես պիտի իբրտե մի ճարպիկությունից։ Հա։ Բանից վարսումա դրա մասին չի խոսքը։ Գաղտնիք կա։ Այո, շինում ես, բայց ինչ ձևով, ով է շինողը։ Ինչ տրամաբանությամբ, ինչ գծագրով։ Չէ որ մենք կարդում ենք նաև, որ ինչպես է Սաղմոսում ասում, եթե ուրեմն Տերը չշինի տունը, իզուր են աշխատում բանվորներ, այնպես չէ։ Մենք համսայ ենք ասում, համեր ասում ենք, չէ մենք պետք է շինենք տունը։ Եղբայր, հիմա պիտի կողմնորոշվենք։ Ով պիտի շինի, ով պիտի մեռնի, ով պիտի ողջ մնա եւ այլն։ Ով է մահկանացու, ով է անմահկանացու։ Եթե խառնենք սրանք իրար, որքան էլ որ փորձ անենք ճշմարիտ բաներ կարոզել, մենք կսայթակենք անընդհատ, որովհետեւ սա ուրեմն նայեք, Եվ սա համեմատում եմ միևնույն ժամանակ աղը լավ բան է, բայց եթե աղը անհամանա, այսինքն, եթե մենք այս կառույցը չիմանանք, որ մեր եսով չի, հենց որ մեր եսը մեջ ընկնի, աղը իր համը կկորցնի։ Սա է ուզում ասել։ Ուրեմն ինչով պիտի համեղանա այդ դեպքում։ Ոչ հողի համար է պիտանի, ոչ աղբի համար, այլ դուրս կգցեն նրան, ով որ լսելու ականջ ունի թող լսե։
Ինչու է ասում սա, որովհետև մեծ խորհուրդ է լսելու ականջ է պետք։ Նրանք, որ ճշմարտությունից են, նրանք են լսում, այսպես հայտարարեց Հիսուս Պիղատոսին։ Եվ վստահ եմ, որ սա օգտակար է, որովհետև այս օրինակով ուզեցա ցույց տալ, որ թվում է թե մեզ է ասում գնա սարքի հաշիվարա եւ այլ, բայց այս չէ։ Ճիշտ պետք է տեսնել, թե ով է կառուցողը, ինչի համար է, այդ Աստծո որդին ով է, ինչու է Աստծո որդուն ասում այսպիսին պետք է լինեք, ինչու է Աստծո որդին միշտ արթուն, որ իմանա, որ այդ եսը պետք է խաչի վրա մնա, որտեվ եսը չի ուզում մեռնել, չի ուզում։ Փայատել ասում լինի։ Այսպես սողոսկում է, ասում է, այո, իհարկե պետք է հաշվենք, պետք է սարքենք, պետք է պարտավորենք, եւ մի հետաքրքիր, ոչ թե հետաքրքիր, այլ մի քիչ տարօրինակ ինձ համար խոսք կա, որ ասում են Աստված իր բաժինը արել է, հիմա էլ դու քո բաժինը արա։ Հա? Այդ ոնց օրնա։ Ինքը չէր կարող լրիվ անել, չէ։ Մենք պիտի մեր բաժինը իրան օգնենք, այսպես է, ինքը բաժանել է աշխատանքը, ինքը արեց վերջացավ, հիմա ոչ, այդպես չի։ Դա վերաբերվում է այն հիմնական գործին, որը ինքը մեկնարկեց իր աշխարհ գալով, ասեց նրանք, որ քոնն են, որ ինձ տվեցիր, դու ինձ ուղարկեցիր, իր աղոթքն եմ հիշեցնում ձեզ, Հովանու 17, ինձ ուղարկեցիր, ես այդ գործը արեցի։ Հիմա ինչպես դու ինձ ուղարկեցիր, ես էլ նրանց եմ ուղարկում։ Հետո նրանց միջոցով հավատացողները այդ նույն իմ մեկնարկած, ոնց որ ասում են, խոդի տված, հա, գործը նրանք նույն գործը պետք է անեն, բայց երբ որ ուսումնասիրում ենք, նրանք ինչ ձևով պիտի անեն, տեսնում ենք, որ անողը նորից իր հոգին է։ Իրենց եսով չի, որ պիտի գնանք եւ անենք, որովհետեւ Աստծո որդին չունի այդ մարմնական եսը, Աստծո որդին ունի առաջնորդ եւ այդ առաջնորդը Սուրբ Հոգին է։ Իր սեփական եսով չի առաջնորդվում, որը պիտի մեռած սեփվի։ Եթե մեռած չսեփվի, մեղքի օրենքը իր իշխանությունը կշարունակի գործել։ Ինքը գործում է այդ եսի իման վրա։ Շատ կարևոր է, ինչ որ ես ասում եմ հիմա։ Այո։ Եթե ուզում եք, որ մեղքի իշխանությունը, մեղքը այլևս իշխանություն չունենա, ինչի համար որ Հիսուս ամեն ինչ արել է։ Ամեն ինչ արել է։ Պետք է այդ արածին մասնակից լինել, այսինքն մեռել է, մեռնել։ Թաղվել է, թաղվել, հարություն է առել, հարություն առնել, բայց հարություն առածը Աստծո որդին է, Հովանեսը չի։ Սա է տարբերությունը, որ ինքն է գալիս բնակվելու եւ փոխարինելու այն արտաքին մարդուն, որը քայքայվում է, ներքին մարդը նորոգվում է։ Սա է գործընթացը Աստծո որդիների աճի։ Ամեն։ Աստծո որդիները, որ պիտի հասնեն որդեգրության հասակին եւ վերջին հաշվով որդիների, Աստծո որդիների հայտնության։ Սա հրաշալի մի բան է, որը միակ միջոցն է, որ ստեղծագործությունը իր հառաչանքը եւ ցավը վերջացնի։ Ամեն։ Հիմա գալով վերջավորության, որ կամաց, որ մեր ժամանակ դուք տեսնում եք, որ այս թեման բավական խորը թեմա է, բայց ես չեմ կարող շատ բաներ այստեղ ունեմ առանձնացրած, թե օրինակ ինչպես էր Պողոս առաքյալը այդ անուշահոտությունը արձակում։ Տեսեք, ասում էր կյանքը Քրիստոս է, մեռնելը շահ։ Սա անուշահոտություն էր, որ ինքը գրում տարածում էր բոլորին, ամեն տեղ որ գնում էր,
քարոզում էր, ասում էր, իրանք տեսնում էին, ատանուշահոտությունը տեսնում էին այդ մարդու կյանքի մեջ։ Քրիստոսով փոխարինվելու բուն այս երևույթը տեսնում էին, եթե ոչ ինչպես կարող ես ասել, որ մեռնելը շահ է, որ մի եսը կասի մեռնելը շահ է, ոչ, մենակ Քրիստոսով փոխարինվածը կարող է ասել, որ շահ է, իմ ապրելը Քրիստոս է, երկրորդ, սա ուրեմն Փիլիպպեցիս 1:21, Գաղատացիս 6:14, աշխարհը իմ համար խաչված է, ես էլ աշխարհի համար եմ խաչված, ով է խաչված, ես, աշխարհի համար իմ եսը խաչված է, մեռած է, աշխարհն էլ իմ համար է մեռած, Առաջի Կորինթացիս 9:16 Վայ է ինձ, եթե ավետարանը չքարոզեմ։ Քարոզել ինչպես։ Եկեք մեր հատվածի վերջը կարդանք 17 համարը, ուրեմն երկրորդ Կորինթացիս 1:2:17 Որովհետև շատերին պես չենք, որ Աստծո խոսքը խարդախում ենք։ Ուրեմն ես ուզում եմ այս խարդախելու վերաբերյալ մի բան ասել, որովհետև շատ յուրօրինակ բառ է գործածված, որը նշանակում է, գիտեք ինչ, մեկը որ ուզում է իր ապրանքը վաճառել եւ ավելի շատ շահ ունենալ, որոշ խարդախություններ է անում։ Այսպես անում էին գինի ծախողները ժամանակին, ցած պատմական փաստերով եմ ասում, որ ինչ որ բան էին խառնում, բնօրինակ գինիի տեղ ծախում էին։ Հիմա էլ նո։ Հա, ուրեմն այս բնույթի մասին է, այսինքն ապրանքը այնպիսի ձևով ներկայացնել կամ այն ճարպկությամբ ոնց որ դու ասացիր, որ ավելի մեծ շահ ունենա, ինքը կամ փառք ունենա։ Իրենց շահի համար, այո։ Այո, իրենց շահի համար։ Ուրեմն զգուշանալ է պետք, որովհետև այս ձևով, երբ որ մատուցենք ավետարանը, մենք մատուցած կլինենք մարդահաճո ավետարան, կեղծ, որը կդառնա ուրիշ ավետարան, եւ առաքյալը ասում է, այդ ուրիշ ավետարանը նզովյալ լինի, եթե մեկը այդպիսի ավետարան քարոզ։ Հիմա ինչ, մարդոց հաճելի պիտի լինեմ, թե Աստծո ասում է։ Զգուշ պետք է լինել։ Ես ուղղակիորեն ոչ թե որ մեկն եմ, որ անսխալական եմ եւ այլն, բայց փաստերը տեսնելը դա պարզության արտահայտություն է, որովհետեւ ինքը ասում է, որ այլ ինչպես պարզությունից կամ անկեղծությունից բխած, ինչպես Աստվածանից, Աստծո առաջին խոսում ենք Քրիստոսում, իբարս Քրիստոսի։ Ես փորձեցի ամենապարզ ձևով ներկայացնել մեկ կարևորագույն մի բան, մեր եսի մահվան եւ Աստծո որդին, որ վերստին ծնված է, որը Հովանես անունը չի կրում, եղբայրներ քուրեր, վերստին ծնված Աստծո որդին ուրիշ անուն չունի գործածելու իր խոսքի մեջ, իր վարքի մեջ, իր աղոթելու մեջ, իր գործերի մեջ, բացի Տեր Հիսուս Քրիստոս անունը։ Աստծո որդին երկնքի տակ տրված մեկ անուն ունի, որ մեզ տրվել է, դա Հիսուս անունն է։ Երբ որ խոսքը գնում է վերստին ծնված Աստծո որդու մասին, ոչ թե Հովանեսի, այդ Աստծո որդին գործում է միակ անունով, Հիսուսի անունով։ Եվ նրա անունով է ժողով կազմակերպում 2-3 հոգի եւ այլն, նրա անունով ենք հավաքվում, որ եւ նա է ներկա լինում, ոչ թե Հովանեսը։ Այս ոչ միայն ճշմարիտ է
մեկ անձի համար ճշմարիտ է նաև մի ամբողջ եկեղեցու համար։ Ճշմարիտ է եկեղեցական ամբողջ համակարգի համար։ Ամեն։ Սեփական եսը չպիտի գործածվի։ Նա միակ միջոցն է սատանայի գոյատևման որպես իշխան, ուշադիր լինեք, որպես իշխան։ Սատանան մնում է իշխան, երբ որ մեր եսը մեռած չի, որտեվ նա նրանով է իշխում։ Բայց երբ որ նա մեռած է, նա չի ում վրա պիտի իշխի, մեռելի։ Գիտեք ինչ է դառնում նա։ Նա դառնում է հակառակորդ ծառա։ Աստծո որդու, վերստին ծված Աստծո որդու համար դառնում է հակառակորդ ծառա։ Աստված նրան ծառայեցնում է Աստծո որդու հավատքը փորձելու, շտկելու, առաջ տանելու Բարի նրա գործակից։ աճի համար։ Բարի գործակից, այո, նրանք, ովքեր որ Աստծունն են, նախասահմանված են եւ սիրում են Աստծո։ Սա շատ կարևոր է տեսնել Ամեն։ եւ խորապես ուրեմն ընդունել, սրտանց ընդունել, մենակ գլխով չէ, սիրել, ճշմարտությունը սիրել։ Եվ սա շատ բաներ կշտկի, կփոխի, լինի եկեղեցական հարաբերություններ, լինի մեր եղբայրքույրերի միջև եղած հարաբերություններ եւ այլն եւ այլն։ Ամեն։ Սա շատ կարևոր է։ Հապտեստեր։ Ուստի եթե թույլ տաս ես կուզենայի մի հատված էլ կարդալ եւ սրանով կավարտել, ուրեմն երկրորդ Պետրոս ուրեմն 3-րդ գլխի 14-ից 18 համարները կարդանք։ Սրա համար սիրելիներ, սրանց սպասելով ջանք արեք, որ անբիծ եւ անարատ գտնվիք նրա առաջին խաղաղության մեջ։ Ես ուզում եմ շեշտել, թե այսօր ասում է ջանք արեք եւ այլն, իմանանք ում է ասում։ Հնարավոր չի դիմի մեր եսին, քարի որ ինքը գիտի, որ եսը ինչ էլ ջանքանի հնարավոր չի։ Հասկանում եք։ Ուրեմն ուշադրություն պետք է դարձնել զանազանելու։ Ուրեմն, որ անբիծ եւ անարատ գտնվիք նրա առաջին խաղաղության մեջ, սա էլ է անուշ հոտ նրա առաջին։ Եվ մեր Տերոջ երկայնամտությունը ուրեմն փրկություն համարեցեք։ Տերոջ երկայնամտությունը։ Ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ Աստվածանից իրան տրված իմաստության պես գրեց ձեզ, ինչպես ամեն թղթերումն էլ խոսում է այս բաների համար, որոնցում մի քանի դժվար իմաց բաներ կան, որ անուսումները եւ անհաստատները նրանց ծռում են, ինչպես մյուս գրքերն էլ, իրենց անձերի կորստյան համար, ինչ սարսափելի բան է, իրենց անձերի կորստյան համար, ուրեմն շատ զգուշ պետք է լինել, որ խոսքը այդ խարդախության կամ ասենք այդ շահավաճառության չվերածվի։ Ուրեմն դուք սիրելիներ, առաջուց իմանալով զգուշ կացեք, որ միգուցե անօրենների մոլորությունով հափշտակվելով ընկնեք ձեր հաստատությունիցը եւ աճեցեք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհքով եւ գիտությունով, որ անուշ հոտ է, ճանաչությունով, նրան լինի փառք եւ հիմա եւ մինչեւ հավիտենական օրը։ Ամեն։ Ամեն։ Այսքանը եղբայրս եւ գիտեմ, որ ես ինքս հոգով հիմա զգում եմ, որ ես եթե թույլ տա ժամանակ ըններ, երևի 3 անգամ այսքան բաներ կար ասելու, ավելի բարձեցնելու այն ինչ որ, բայց ինչպես միշտ ասում եմ, որ ես վստահ եմ, որ Սուրբ Հոգու կարողության, որ մնացած գործը կկատարի ինքը ամեն
Աստծո որդու եւ դուստրի սրտերում։ Ամեն։ Ամեն, Հովանես եղբայր, շատ շնորհակալ ենք։ Կարելի է հետագայում շարունակել այս թեման։ Ընդհանրապես ձեր բոլոր թեմաները մեկը մյուսի հետ կապ ունի, այնպես չի որ առանձին թեմաներ են, ես դա նկատում եմ։ Ես մի կարճ մի րոպեով ասեմ, ինչ հասկացա, մի քանի նախադասությունով հասկացա, որ իրոք մարդու եսը էգոն ունի ուրեմն փչացած արժե համակարգ, որը այս աշխարհից է, որոնց ուրեմն չափորոշիչները եւ գործիքակազմը ոչ մի օգուտ չունեն եւ փակուղի են տանում մարդուն, որը մեկ բառով մահ է կոչվում եւ դա պետքա մեռնի, այսինքն մարդ, որը այլևս չի առաջնորդվում աշխարհիկ փչացած արժե համակարգով, նա հասկանում է, որ բացի դրանից կա մի երկնային արժե համակարգ, որը վերստին ծնունդով ձևավորվում է մարդու մեջ եւ նա առաջնորդվում է ոչ թե իր սեփական, այսպես ասած, չափորոշիչներով, զգացումային, գաղափարական, չգիտեմ, ճարպիկության հետ կապված, տրամաբանությունների հետ կապված, այլ հստակ Աստծո խոսքով է առաջնորդվում եւ դա վստահ դուք դա եք ասում, դա համարվում է որպես մահ Քրիստոսի խաչը, այսինքն իմ բոլոր ցանկություններով եւ ճարպիկություններս խաչված այդ խաչի վրա ես առաջնորդվում եմ այն խոսքով, որը իմ մեջ սերմանված է, դառնալով Աստծո որդի եւ երկնային արքայության արժե համակարգ, որը ստեղծվում է իմ մեջ, որը ունի իր չափորոշիչները, որի հաջողությունը 100-ից 100 է եւ դա տանում է դեպի կյանք։ Շատ հրաշալի էր Հովանես եղբայր, շնորհակալ եմ։ Եթե մի բան ինչ ասացի, շտկեք ինձ, խնդրում եմ։ Բայց ես սա հասկացա, որ սա է անուշ հոտը Տիրոջ համար։ Տերը սիրում է զոհ մարդ, որը գիտակցելով, հասկանալով, արձագանքելով Աստծո ձայնին, որպես Աստծո որդի ընտրված ժամանակներից առաջ, հրաժարվելով իր անձի, այսպես ասած, փչացած արժե համակարգից, ունենում է նորը վերստին ծնունդի արդյունքում եւ դառնում է Աստծո որդի եւ անուշ բույրը բույրում իրանից անուշ հոտը երկնքի հոտը շատ հրաշալի էր Հովանես եղբայր եթե շտկելու բան ունեք ասեք եւ այո եթե վերադառնանք այդ տեքստին կարող ենք այսպես հասկանալ որ այդ շքախումբը որը հաղթական ձևով Աստծո արչև է բերվում անուշահոտություն ունի այդ անուշահոտությունը Աստծո որդու համար հաղթական կյանքի անուշահոտություն է բայց մարդու սեփական մեղքի գերի եղող այդ բնույթ ունեցող եսի համար մահվան նշանակություն ունի ուստի ամեն բան իր տեղը եթե լինի այո հրաշալի կլինի այո դու գիտեք ինչ անուշահոտությունը նայեք երկերկոցի մեջ մի շատ հրաշալի խոսք կա ասում է իմ սիրելի Շուշանը փուչերի մեջ հրաշք խոսք ես միանում եմ ասել թե ինչ գործ ունի այդ սիրելի Շուշանը փուչերի մեջ հարց եմ տալիս բայց գիտեք բանից բարձվում է այդ քամին երբ որ փչում է այդ փուշերը քսվում են Շուշանին, ծակում են նրան, ցավեցնում են, բայց դրա հետևանքով անուշահոտություն է, ուրմունք է տարածվում ամեն տեղ։ Ամեն քեստես, ամեն հարկեստես։ Այդով մեր կյանքի բոլոր փորձությունները ոչ թե առաջ բերեն եսի պայքար կամ եսի հակառակություն կամ եսի մնացած մարմնական գործեր, չարություններ, հապա անուշ բուրմունք Հիսուս Քրիստոսի Սոհի Աստծո արչև։ Ամեն։ Ոգ չէ որ աշխարհի քամիները ծակում են մեզ, բայց այդ դրանք մեր մեջից Քրիստոսի բուրմունքն են առաջ բերում։ Ամեն, Հովանես եղբայր։ Շատ շնորհակալ ենք, շատ գիտես այս ամբողջ օրվա մեջ Երանեն Քրիստոնյան ում բռնեց այս թեման եւ գրավեց իր միտքը եւ ամբողջ օրվա մեջ նա
իր մեջ թող արծարծի եւ խոսա իր հետ, ինքը իր հետ խոսա այս խոսքերով եւ վերլուծի զուգահեռներ տանի, փափագի, հասկանա, որ դեռ ինչքան բան կա, որ պետքա անենք Տերով եւ մեր մեջ այդ գեղեցիկ բուրմունքը, արժե համակարգը երկնային ձևավորվի ավելի ու ավելի ակնհայտ երևա։ Եվ Հովանես եղբայր, ձեր աղոթքով կխնդրեմ, որ ավարտենք եթերը։ Այո, մեր սիրելի եկնավոր հայր, ինչպես միշտ չենք կարող շնորհակալ չլինել եւ երախտապարտ չլինել այս ներկայության եւ այս քո խոսքից հրաշք եղող բնույթին, նրա անդադար հայտնվելուն, անդադար ծաղկելուն, այս իսկապես, ինչպես դու ասացիր, կենթանի գետի ջրեր պիտի հոսեն, քո խոսքը այդպիսին է, կյանք եւ հոգի ունի իրենց մեջ, ով սիրելի հայր, անչափ շնորհակալ ենք այդ խոսքի համար, շնորհակալ ենք քո ներկայության համար, որ ուղեկցեցիր այս մեր հանդիպումը, այս մեր հաղորդումը, եղիր նաեւ բոլոր մեզ լսողների հետ, նրանց կյանքը քո ձեռքերիդ մեջ վերցուր եւ առաջնորդիր դեպի հավիտենականություն, ով սիրելի հայր, խնդրում ենք Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Ամեն։ Հարթ Տիրոջը, Հովանես եղբայր, մենք ես կկարոտենք, մի շնոր հանդիպում, Տեր օրհնի ձեզ շատ, օրհնված եղեք եւ պատղաբեր եւ հաջողված Տերով։ Բարևներ բոլորին։ Շնորհակալ։ Հարթ Տիրոջը, սելի քուրեր եղբայրներ, այսպեսին էր մեր եթերը, վստահ եմ, որ այսօր Տերը խոսած կրկին անգամ քո սրտի հետ եւ քաջալերեց քեզ շարունակելու ճանապարհը եւ ավելի ու ավելի ճանաչելու Տիրոջը եւ ունենալու հաղթանակների բերկրանք երկնային հոգեվոր արժեքներով լցված։ Տեր օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ։ Մենք առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։ Ժամանակը պիտի փրկես իզուր տեղը հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երկրորդ մարդ աչքերը բացում, առաջի հայացքը ողջերս։ Ծառան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։